Տիկին Լուսա, թերևս Իմ խոսքս ուզում եք լսելի լինի, շնորհակալ եմ դրա համար, բարի ողջույն բոլորին։ Ձեր էջին հետևելով հարգելի տիկին Լուսա, մենք տեսնում ենք, որ ձեր կանխատեսումները, այսպես ասած, ժամացույցի ճշգրտությամբ իրականություն են դառնում, եւ թերևս այս օրերին, այսօր լուսնի խավարման վերջին օրն է, եւ շատերին հետաքրքրում է, թե ինչ է նախապատրաստել լուսնի խավարումը առհասարակ Հայաստանի հայ ժողովրդի համար։ Մենք տեսնում ենք, որ որոշակի ներքաղաքական զարգացումներ են տեղի ունենում, երկու տերքերը բորբոքված են, ինչ սպասել եւ ինչից ուշանալ ըստ էության։ Խավարումը շատ կրկնել եմ, միշտ ով իմանան բոլորը, եթե մի բան խավարա մութա, այնտեղ ոչինչ չի դեպքում, չէ, մութա, խավարա։ Դրան ինչ է հարկավոր, լույս է պետք, իսկ լույսը դա մարդու միտքը պետք է լինի, միտքը, խոսքը, գործը։ Միտքը տալիս ես, խոսքը տալիս ես ու գործը սկսվում է։ Եթե դու վատ մտքեր ես տալիս, խոսքը վատը տալիս ես, չարախոսում ես, ամիծում ես, հիշում ես վատը բաները, արդեն գործողություն ինքստինքին վատ են գնում։ Այդ միտքն էլ էգրեգրն է մարդը, որ Հայաստան էգրեգրը կեղտոտված են, դա վաղուց եմ ասել։ Շատ վաղուց եմ ասել, ու էգրեգրը գտի մաքրվի եկեղեցիով։ Իսկ եկեղեցին այդ շինությունը Աստված ընդեր չէ, Աստված բոլորիս մեջ է։ Ու մեր հոգևոր բարձր հայրերով։ Ամեն հոգևորական պետք է իր տեղը լինի, որ քարոզը ճիշտ արվի, որ այդ աղոթքը տեղ հասնի, դեպի երկինք։ Ու մեր էգրեգրը մաքրվի։ Խավարման ժամանակ ամեծել չի կարելի, խավարման ժամանակ չար խոսքեր, չար գործողություն, վատ բաներ չի կարելի։ Ինքը բացահայտումներ է տալիս նաև, բացահայտումներ անարդարությունների։ Տիկին Լուսա, դուք ձեր էջում գրել էիք, որ հատուցման ժամանակն է, ինչ նկատի ունեք, կմանրամասնեք կոնկրետ ովքեր եւ ինչպես պետք է հատուցեն։ Թալանչիները, խապեպաները, խարդախները, հանցագործները, խաղամոլությունները հանցագործություն, ընտանիքում կնոջ վրա ձեր բարձրացնելը հանցագործություն, դավաճանություն մի վերցեք միայն հայրենիք, ամուսիններ, զույգեր, ընկերներ, ամեն տեղ, որտեղ սինտեզ է սկսվել, մաքրում է սկսվել ամբողջ աշխարհում 20 թվականից այս կողմ։ Բայց 26 թվականը կոնկրետ գանքեց Հայաստանի վրա, 24 թվականի վերջերից նոյեմբերի 5-ից հետո է սկսվել, որտեղ տոնոլորակը դուրս եկավ այդ երկրից արդեն չէր հոսումը, որը տալիս է շրջապատ, հասարակություն, ժողովուրդ, բայց մենք խոսենք Հայաստանի մասին, որտեղ ինչ որ 20 թվականից ասկում գումարած կորոնա, ինչ որ եղավ մեր ամբողջ Հայաստանը մեր ժողովուրդին, ոչ մի տեղ այդպես չի եղել։ Եղել են պատերազմներ, հիմա էլ գնում է տարբեր տեղեր, մահեր, հիվանդություններ, շատ պատմներ, բայց որ ասենց համատարած 18 տարեկան այդ կարմիչիսկի շատ մեստր խափեությամբ, դավատրությամբ եղավ այդ ամեն ինչը, որ դա վաղուց ծրագիր էր, այդքան պետք չի ասել ռուսների, անուննա կցվել, ոչ էլ թուրքերի։ Հիմա այդ ինչի համար է հենց այդ հատկապես ղեկավարությանը հիմա եղավ ժամանակը հիմա հասունացել է։ Ինչու, որտեղ Յուպիտեր մոլորակը հիմա գնում առիթ համաստեղությունում, դա կգնա մինչև 27 թվականի հուլիսի վերջ, ես ասում եմ օգոստոսի 1, ամբողջ այս առույցումը Յուպիտերը դա նշանակում է էլիտար մասսա։ Ճանաչող մարդիկ, կլինեն օլիգարխներ, կլինեն հարուստներ, կլինեն հրթացածներ, այսինքն բեմի մարդիկ, բեմ ասել է վերասանի վերցել, ովքեր բեմի վրա են, ովքեր երևացել են, կարող է նաև բեմի մարդիկ լինեն։ Այսինքն էլիտային է վերաբերվում խոսքը։ Այդ Յուպիտերն արեց դա, ու ժամանակը հաճունացել էր, 24 թվականից այս կողմ, այդ պատասխանների շրջանը արդեն
հասունացել է, որ պետք է մարդիկ բոլոր սխալ գործողությունների պատասխանը ստանան ու տարին համարվում է բացահայտում եւ ապաշխարություն։ Հաջորդ տարի 27 թվականը կլինի պատիժները, որտեղ մահեր ու հիվանդությունը շատ է լինելու։ Դա խնդրել արդեն Յուպիտերը կլինի կույս համաստեղություն շինարարության հետ կապված, որտեղ եղել է շինարարության հետ կապված խաբեություններ։ Էլի նորից էլիտար մասն է ասվում, որովհետև ամեն դու չեք կարող գնասի մոպարսել շանքեր սարքես ու վաճառես։ Որտեղ սովորական դու աշխատող է շարքային։ Այդ նրանց ովքեր խաբեությամբ են արել այդ շինարարությունը, հիմա ամբողջ քաղաքը շինարարություն է գնում ու խաբում են մարդկանց։ Գների մեջ են խաբում, ոչ ճիշտ կառուցածի մեջ են, որտեղ պատերը սա ճակատավի հյուսանի պողոտային։ Այդ անցյալն է։ Ինչքան անցյալում եղել է խաբեություն, դիվադադար են արել մարդկանց, տներից հանել են, դրանք դատավորներ կլինեն, օլիգարխներ կլինեն, փողատերը ով ուզում է լինի, բարձրի մասին նախարարություններ կլինեն, հերթով իրենց պատիժները նրանք ստանալու են, որ այդ դատարանը, այդ բանտը, իզդավաղուց եմ ասել, բանտը դա պատիժ չի։ Այդ պատիժ չի, թակարակը բանտում 4 պատը մարդուն տալիս են մտածել, իրոջ գոյությունը գտնել ու տեսնել ու մեղքերի թողություն անել։ Հոգևորի արտության տեղն է համարվում, բանտում բանակը և հիվանդանոցը։ Այդ փակ շրջապատակ կոչում չոպա։ Հիմա այս խավարման ընթացքում եղան կանոնավորվածներ, տեղելի է սպասվում։ Ու մենք ծածկյանին էլ է ժամանակ բռնեցի խավարման մեջ եղավ։ Հիմա միջանցքում էր, հիմա տեսեք խավարման ժամանակ Քոչարյանների ընտանիքին, դա պիտի լիներ։ Այդ հատուցում է նշանակում, հատուցում, անցյալի արածի հատուցում։ Տրտևելու է, այս սրանով չի սամանապատվել, հերթով է գնում, հիմա որ մեկի մոլորակը սկսում աշխատել, իրանց վրա էդ ուժը ազդելու է։ Այն անարդար մարդկանց մոլորակների վրա ազդելու է հիմա։ Յուպիտերն էլ իրանք առաջաբերելու տապոր մոլորակը, որ հիշողությունների մոլորակը հիմա թարս է փռում, անցյալի արածների բացահայտում և պատիժներ։ Ու ես զարմանում եմ, որ ասում եմ երեխեքը, ու տեսել վարչապետին ես շատ վաղուց եմ ասել ու իր ընտրված ժամանակներին, որ ինքը շատ բան է երկրի փոխելու, իսկ հիմա էլ ասել է, որ շատ խիստ օրենքներ ալինելու ճիշտ կլինի, ու ամեն առաջին օտատեղնավական համակարգին պետք է կտրին քոքան անի, լրի քոքան անի, որ նորից նոր ծիլ տա, որտեղ ամեն ինչը տեղից է եկել, եկել է միաս դժվաց է համարվում։ Ու որ պատճառ բռնում են երեխաներն էլ բոլորս էլ երեխաներ ունեն։ Իմ երեխեքին էլ հանեցին թորներից, եղբորս ծմերվա Փետր Արամսի 10 ոստիկավը մտան ու տնից հանեցին դուրս, իրեն էլ հանեն գցեցին դուրս, Քոչարյանի ժամանակ ատարակել։ Իմ թորներն էլ հիմա պետք է գան, իրանք տուն չունեն մնալու, որովհետև էլի սրիկաների պատճառով անտուն ու տղայիս բոլորը գիտեք։ Էլի դատաիրավական համակարգի, սնանկության կառավարիչների, որոշ քննիչների, որոշ խաբեբան փաստաբանների միջոցով է տանիչներով։ Տեսեք, սրանք էլիտարի մեջ են մտնում, ու այդ բոլորն ունեն պատիժներ։ Բոլորն ունեն պատիժներ, այստեղ չկա, որ մեկը պլստա։ Ովքեր նայ, որ սուտ են խոսում։ Սուտ են խոսում, արդարանում են, որտեղ կարդալություն, անտեղ կա մեղավորություն։ Հիմա տեսեք, այս ամիսին, որ բռնեցին մարդկանց, անտեղ կաների բավական, դել է ուղի անդումելու, խավարման ժամանակ, այսինքն սա խավարումը տվել է բացահայտում և մաքրվում է։ Ուստեղ հարցները արդեն անհատական մոլորակներից է կախված։ Այս իրանց այս կարգավիճակը երկար կտևի, թե ժողովուրդը ասած անտեղ բռնում, անտեղ բացակողնում։ Այդ ամեն ինչը գերեվա արդեն այդ անհատական գարաժկոտներից է բոլորի կախված ու մինչա։ Ու որ ասում եմ, ես բացահայտ հիմա խոսող մարդ եմ, հայրը երկու շաբաթ առաջ ստենդավորվել էր։
Բժիշկն ասել էր ուշադիր պետք է լինեն, հսկողության տակ լինեն։ Իմ տղաներ էր ստենդավորված։ Դու բժիշկն ասել էր հսկողության տակ լինես, հուզմունք չի կարելի, լավել չի կարելի։ Դերերը կխմես, ուշադիր կլես, ու խավարման ժամանակ մարտի 14-ի խավարում է լուսնում, պահաս կնա։ Որովհետև ինքը դատայի լավատան համակարգում կան է մազմաններ ու բուլացան լծրի կա դատավոր, իրանք իրանց որոշումը մերժեցին, իմ տղան հետ կապված ու ինֆարկտ նկատեց աշխատանքի գնալուց փողոցում, դա բոլորը գիտեն։ Դա իմ տղան է, իմ երեխան է։ Այն նրանց երեխային մարդը ներդեց չեն, ես ամեն ինչ անցնում եմ։ Ուզում ես բանի, ուզում ես ջնջի, դա քո իրավունքն է։ Ու բոլորը պես երեխա ունեն։ Ասացիք իրականություն էր եւ մենք ձեզ զանգահարել Ես այդ խոսում եմ, ինչ ունեմ թաքցնելու կամ ինչ ունեմ վախենալու։ Շնորհակալ եմ Այն մարդիկ երբ կլես, այն մարդիկ ովքեր դավաճան գտնվեցին, վեր կացան ասեցին, որ այս ինչ ժամին պետք է գան ոստիկանությունը, որ ձեր դռները թակեն, այդ մարդու բերանն ու քոքը ոտը պետք է կտրվի, որտեղ իրանք դավաճանեն հանրապետությանը, ոչ թե վարչապետին։ Սա արդեն պարզերում է, որ այդ կլանն աշխատում է, այդ կլանը մաքրված չի, դրա համար ժողովուրդը հիմա վախի մեջ լույսի խավարում, արևի խավարում, վախեցած է, չգիտեն ինչ պետք է անել, ոնց իրենց պահել, որտեղ ոչ մեկ ուղեղը չի աշխատում, ոչ մեկին չի հավատում, չգիտեն որ կողմ է գնա։ Այն կողմը գնան են կինոյի նման Արսենի ոնց էր, զանգեզուր էր, որն է, այն կողմը գնաց մեր օգետ, այն կողմը գնաց մեր օգետ, ես չգիտեմ ինչ անի ես մարդը, որտեղ առաջվա կլանը պետք է մաքրվի։ Հենց առաջվանից է, որ միջև հիմա ես տեսակ վիճակում մարդը չի կարում նորմալ իրայից մի քիչ հողի վրա շնչի։ Այս անարդարության պատճառով, հենց խավարումը տեսնուք հիմա խփեց խավարման ժամանակ իրան բռնվել են։ Փետրվարի 6-ին կլինի խավարում հաջորդ տարի։ 27 թվականի 5-ը խավարում կա, 20 թվականին այդ 44-ը որ եղավ, 6 խավարում է եղել, դրա համար տեսեք կորոնան ինչքան մարդ արավ երկրից և իներ այդ վիճակը որ եղավ։ Հիմա 5 խավարում է լինելու։ Երկու հատ լուսի, ներողություն 2 հատ արև, 3 հատ լուսի, այս լավ չի։ Դրա համար հիմա եթե ում ինչ լինում է, ինքը պետք է շատ ազնիվ ու մաքուրի գլուխը կախի, գոնե իր մեջ ներողություն խնդիր առանցնելի համար։ Ու տիրոջից, որ փետրվարին քտներից չգա։ Ու մեկը 9 տարի հետո հարված չստանա, հենց 9 տարեկան երեխա ունեցողներին։ Ինչ անեք, այդ իմ դերքս չի, որ ես ասեմ այդ ողջնդրի։ Հիմա ով սխալ բան արել, հիմա, այդ օլիգարխների մասին, ափողատերերի մասին, նայր նրանց ովքեր տանը կարող է խաղամոլ է։ 9 տարեկան դարավ երեխա խնդիր կլինի։ Դրա համար խավարումը տալիս է սինտեզ, ուղեղներդ մաքրել, արևի խավարումը կյանքն ու կյանքն է մարդում, լուսնի խավարում ինքը կնոջ սիմվոլը լուսին է, էմոցիաները, անցյալի հիշողությունը, հիմա մարդիկ լարված են շատ, ահավոր լարված են, այս վթարները հենց այնպես չի, այս սպանություններն, ինքնասպանությունները հենց այնպես չէ, որովհետև այդքան կրկնել եմ 26 թվականը հատուցման տարի է, հատուցում ու ինչ արել է ժամանակի, իսկ ժամանակը ունի ժամանակ, որտեղ դա անհատական կառուցկոպում ցույց է տալի։ Այս մարդուն այսքան ժամանակ է սենց բան արել, այս թվին, էսի են թվի, հիմա արդեն պատասխանները ստանում են։ Շատ շնորհակալ եմ հարգելի Տիկին Լուսիա, ներողություն եմ խնդրում ձեր ցավը կրկին մեր հարցերով ձեր վերքը կրկին արունահոսելու համար։ Շնորհակալ եմ, ես չեմ ուզում այդ թեմաները, դրա համար եմ խուսափում, որ նորից չվերագրեմ։ Շնորհակալ եմ հարգելի Տիկին Լուսիա, առողջ եղեք և միշտ մեր կողքին։